ուզում եմ անդրադառնամ ազգային ժողովում երեք ձեր հնչեցրած հայտարարությանը մի հատված մեջ վերեմ, ես չեմ կարող հավատալ կներեք հազար ներողություն, եթե հիմա ասեմ գիտեք ինչ կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է իմ մտքով անցկացնեն, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկի։ Պարոն Փաշինյան, այսպեսով դուք արդյոք ճնշում չեք գործադրում հայաստանյան քաղաքացիների ազատ կամ արտահայտման վրա, ովքեր կնախընտրեն ոչ թե իշխանություններին քվետալ, այլ ընդդիմադիր ուժերին։ Նախ թույլ տվեք ասել, որ ձեր մեջբերումը իմ խոսքից է, բայց խոսքը ամբողջական է, այսինքն ես նախ ասել եմ հետևյալը, որ քաղաքական ուժերը պատերազմի եւ որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությունը գալիս մարդկանց անվանում է ժեղ, անվանում է շուն ու շանգյալ, անվանում է բոշա եւ հետո ասում է մենք ընտրություններում հաղթելու ենք կամ մենք ընտրություններում հաջողություն ենք ունենալու։ Եվ ես մտածեմ, որ այդ ուժերը կարող են ընտրություններում հաջողություն ունենալ եւ նրանք դրանով մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այսպիսով իրենք պիտակարբորելով իրենց պոտենցիալ ընտրողներին որպես այդպիսին։ Եվ ես ասում եմ, չեմ կարող նախ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ով է իրականում շուն ու շանգյալը ու բոշան նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավին։ Եվ այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են պատերազմի եռագլուխ կամ որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների մարտահրավերը կուլ տալ եւ այդպիսի քաղաքական ընտրություն կատարել։ Ընդդիմությունը մենակ այդ երեքը չեն, էլի ընդդիմություններ կան, որոնք ոչ ժեխ են ասում, ոչ շուն ու շանգյալ են ասում, եւ ընդհանրապես ինձ համար Հայաստանի քաղաքացիները 2018 թվականից ունեն ազատ կամ արտահայտման իրավունք եւ ոչ քավլիցի մտքով այդպիսի բան չի կարող անցնել։ Չի կարող անցնել, որովհետեւ դա կհակասի իմ քաղաքական ինքնությանը եւ իմ քաղաքական ծագումնաբանությանը։ Ես էլի ուզում եմ իմ քաղաքական զգացողությունը ասում է, որ երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։ Ես խոսում եմ պատերազմի եռագլուխ կուսակցության մասին, հիմիջայլոց այդ շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Այդ ուժերը այն սկզբից երբ որ իրանց մտքերի ընթացքը վերլուծում է եւ ասում է, որ այդ ուժերի հաջողություն նշանակում է պատերազմ, իրանք սկսեցին շատ ակտիվ հակադարձել։ Հիմա այդ մարդիկ բաց խոսում են պատերազմով Ղարաբաղը վերցնելու մասին։ Դուք հասկանում եք սա ինչ աղետի պոտենցիալ է Հայաստանի Հանրապետության համար։ Բաց տեքստով են արդեն դրա մասին խոսում։ Եվ նաև էսա պատճառը։ Ես մենակ այս գործոնը չեմ նշում, մենակ անվանարկման գործոնը չեմ նշում։ Օրինակ խորհրդանական քննարկումներ։ Ես նստած լսում եմ ինչի մասին են խոսում մարդիկ։ Այդ մարդկանց լսելով ես հասկանում եմ, որ մենք թոշակը չենք բարձրացրել, որ առողջության ապահովագրությունը չկա, որ դպրոցներ չեն կառուցվում, որ մանկապարտեզներ չեն կառուցվում։ Մենք ոչինչ, բայց մարդիկ տեսնում են, չէ՞։ Ոնց կարա մարդը լկտիությանը, ստին եւ պատերազմին լկտիության ստի եւ պատերազմի եւ իր հասցեին վիրավորանքի օգտին քվեարկի։ Ես կներեք ամենայն հարգանքով չեմ կարող ես տենց բան մտածել։ Հազար ներողություն, որ ձեզ վրա եմ օրինակ վերում, բայց եթե ասենք մեկը ձեզ այդպիսի խոսույթով ձեզ ընկալի, դուք կգնաք կքվեարկեք իր օգտին, դուք էլի այդ ազատությունը ունեք իհարկե, եւ ես հարգում եմ այդ ազատությունը, որ դուք կարող եք դա անել, բայց ես չեմ կարող դրան հավատալ, որովհետեւ դրան հավատալով
Ես ինչ որտեղ այդ անհարգալիցությանը կմիանամ։ Ես չեմ կարող հավատալ դրան։ Էլի ներողություն եմ խնդրում, որ ձեր վրա եմ բերում օրինակը, բայց կարող եմ իմ վրա բերել օրինակը, իմ դեպքում էլ կասկած չկա։